Պարոն Խուդացյան, ինչպես իմ գործընկերը նշեց, մենք ազգային ժողովի լիագումար նիստերի ժամանակ էլ ասել ենք, եւս մեկ անգամ մեր մտահոգությունն ենք հայտնում կապված սրա քաղաքական ենթատեքստի հետ։ Կոնկրետ կա հարց, որը որ փորձում է նման կերպ լուծվել, այսինքն մարզպետը, որը որ հիմա Արմավիրի մարզպետն է, հայտարարվել արդեն, որ ինքը պիտի լինի Էջմիածին համայնքի թեկնածու, պարզա, որ ինքը այդ խորխոշացված համայնքի ղեկավարն է եղել եւ սենց այս հապճեպությունը, ինչպես որ նշեց իմ գործընկերը եւ ինչպես մենք ասել ենք լիագումար նիստերի ժամանակ, որևէ մի լավ բանի չի բերելու։ Այսինքն նման գործելավոճը խաթարելու է ոչ միայն այն աշխատանքները, որոնք որ նպատակաուղղված են այդ համայնքի, չգիտեմ, բարելավման, սա բարելավում չի բերելու եւ մենք ընդհանրապես ձեզնից պահանջում ենք եւ հորդորում ենք թվերի տեսքով ասել ինչ լրացուցիչ օրինակ ինչ լրացուցիչ նոր բան է բերելու համայնքին, ինչով է այդ խնդիրներն ու խնդիրները լավարկելու, դուք սենց ոտի վրա չգիտեմ, միգուցե լավ չեմ լսել, բայց ուզում եմ կոնկրետ դուք թվերով, փաստերով ասեք, թե ի վերջո այս գործընթացը, որը մեր գնահատմամբ կրկնում քաղաքական է, ինչ նոր լավ բան է բերելու այդտեղ ապրող մեր հայրենակիցների կյանքում։ Կուզեմ անդրադառնալ ձեր բարձ ասած հարցի քաղաքական մասին, ուրեմն եթե դուք մատնանշում եք, որ մենք քաղաքական հարց ենք լուծում, պետք է ասեք նաև ինչ քաղաքական հարց ենք լուծում, որովհետև ձեր ասած տրամաբանության մեջ առնվազն 2026 թվականի մինչև դեկտեմբերի վերջ այդ երկու համայնքներում կառավարումը իրականացնելու էր sense թե նենց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որտեղ մեր ավականին այնտեղ ունի կայուն մեծամասնություն, այսինքն այդ դեպքում ձեր ասած տրամաբանությունը մի բան էլ հակասում է արվող աշխատանքին, մենք երկու համայնքում ազդեցություն ունենալը ռեալ ազդեցություն ունենալը պիտի փոխենք ընտրություններով երկու համայնքները միավորելով մեկում ազդեցություն ունենալով, իսկ մենք եթե քաղաքական ազդեցության մասին ենք խոսում, այդ ազդեցությունը նորից եմ ասում, այդ ազդեցությանը առնվազն մինչև 2026 թվականի տարեվերջ ոչինչ չէր սպառնում։ Պիտի ասեմ, որ գործող կարգավորումներով, մասնավորապես համայնքների ֆինանսավորման հիմնական գործիքներից մեկով ֆինանսական համարտեսման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դոտացիաները առավել եւ մեծ ծավալով տրվում են այն համայնքներին, որոնք բազմաբնակավայր են, եւ այդ է պատճառը, որ վաղարշաբաթ համայնքին տրվող դոտացիաների ծավալը նախորդ տարիներին մարզի 3 առավելագույնների մեջ չի եղել, ինչի արդյունքում համայնքում աշխատանքների իրականացումը էականորեն տուժել է։ Երկրորդը, որ կուզեմ ասել, եւ պետք է նորից կրկնվեմ լիագումար նիստերի ժամանակ էլ եմ նույնը ասել, մենք չունենք այդպիսի համայնք բացի վաղարշաբաթից, որը կազմված է մի քաղաքային եւ մի գյուղական բնակավայրից, երկրորդ այդպիսի մոդել չունենք, թույլ տվեք ես զերծ մնամ մեկնաբանություն անել, ինչի է երկու բնակավայր ընդգրկվել, բայց դա էլ իր պատճառներն է ունեցել, մենք շարունակաբար իրականացնում ենք համայնքների վերամիավորման գործընթաց, այս վերամիավորման գործընթացը այսօր չի սկսվել 2021-ին էլ միավորման process-ների արդյունքում միավորվեցին նաև այնպիսի համայնքներ, որոնք արդեն խոշորացել էին 16 թվին։ Խնդրեմ։ Ես եւս երկու հարց ունեմ, նախ ասեմ, որ վերահաստատում եմ այն պնդումը, որ սա քաղաքական է, եւ դրա պատճառներն այն են, որ ուրեմն ղեկավարի հրաժարականից հետո Էջմիածին խոշորացված համայնքի կարգ կար, որից հետո պիտի իրեն հաջորդողը լիներ, դա չեղավ, ու չեմ ուզում երկար խորանամ սրա մեջ։ Երկու էլի լրացուցիչ հարցեր ունեմ։ Ինչ պատճառներով է նախկին խոշորացված համայնքի ղեկավարը հրաժարական տվել, մամուլում լուրեր են տարածվում, որ խուզարկությունները, այսինքն դուք ինչպես եք գնահատում նախկին համայնքի ղեկավարի աշխատանքները, ինչ վերազանցումներ, խախտումների մասին է խոսքը, այդ մեկ, երկրորդն էլ երեք ուրեմն լիագումար նիստերի ժամանակ Տիկին Ղազարյանը հայտարարեց, որ 21 թվականին ձեր նշած, որ այդ միավորման ժամանակ Ոսկեհատ համայնքը, որ միավորվել է, դա ինչ որ մեկի կապրիզի արդյունքում է տեղ ունեցել, հիշեցնեմ, որ 21 թվականից
21 թվականին դուք եք եղել իշխանության, փաստացի ձեր падգամավորը խոստովանեց, որ կապրիզների արդյունքում է միավորում եւ, չգիտեմ, բաժանում տեղի ունեն։ Հիմա մեր հայրենակիցները ինչով համոզված լինեն, որ ելի հերթական ինչ-որ մեկի կապրիզը չի։ Դուք մի անգամ կապրիզով միավորել եք այդ երկու համայնքները եւ խնդրում եմ այս հարցին հստակ պատասխանել։ Ինչով մեր քաղաքացին համոզված լինի, որ ելի հերթական ինչ-որ մեկի կապրիզը չի։ Կապրիզի պատճառը Հայտարարությանը եթե անկեղծ ասեմ, միավորվեց։ հարգելի գործընկերներ, եթե անկեղծ ասեմ, հայտարարությանը տեղյակ չեմ, ըստ երևույթին իմ բացակայության ընթացքում այդպիսի հայտարարություն արվել։ Նախ պիտի ասեմ, պարոն Դանելյան, այդպիսի կարգ չկա, որ համայնքի ղեկավարի հրաժարականից հետո պիտի իր հաջորդը լինի, համայնքի հավականին իր միջից ընտրելու է համայնքի ղեկավար։ Վստահաբար տեղյակ եք, որ Աղարշապատում երկու այդպիսի, այսինքն համայնքի ղեկավարի ընտրության օր նշանակվել է եւ համայնքի ղեկավարի ընտրությունը այս երկու դեպքերում էլ տեղի չի ունեցել եւ մենք գնում ենք այն ընթացակարգով, որ համայնքում պիտի նշանակվեն արտահերթ ընտրություններ եւ կառավարությունը պիտի դադարեցնի համայնքի ավական ու լիազորությունները։ Մենք այս պահին հենց այդ գործընթացի մեջ ենք գտնվում եւ առաջիկայում սահմանված կարգով դրա մասին լրացիչ ինֆորմացիա կասենք։ Տիկին Գասպարյանի աշխատանքին իրավական գնահատական տալ չեմ կարող, ընդհանրապես ոչ մեկի աշխատանքին իրավական գնահատական չեմ տալու, նախ որովհետեւ այդ գնահատականը տալու իրավասություն չունեմ եւ երկրորդ որովհետեւ ձեր ասացի հետ կապված մանրամասների չեմ տիրապետում։ Տիկին Գասպարյանի հրաժարականի մասին պատշաճ հայտնել է, այնտեղ վերել է նաեւ ի թիվս այլ հանգամանքների, առաջին հերթին անձնական հանգամանքը, մենք հարգում ենք Տիկին Գասպարյանի որոշումը եւ սրա հետ կապված ես ավելացնելու բան չունեմ, շնորհակալություն։ Ես ասացի, եթե ձևակերպում եք տալիս այդպիսի, ես ճիշտ ասած ես հայտարարությանը տեղյակ չեմ, հայտարարության մասին լսում եմ ձեզնից, պիտի ասեմ, սա իրականացվում է ճիշտ է նույն տրամաբանության մեջ, ինչով իրականացվել է այդ նույն մարզի այլ խոշորացումներ, նորից եմ ասում, մարզի հիմնական բնակավայրերը բաղկացած են 10-ից ավել, Մեծամորի դեպքում մինչև 31 բնակավայրից եւ մենք այդպիսի մոդել չունենք, որը մի քաղաք եւ մի գյուղական բնակավայրեր իրենից ենթադրում, որովհետեւ կարծում ենք այսպիսի կառավարումը ավելի էֆեկտիվ է։